Հայք տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության համագումարը, Հայաստանում առհասարակ կուսակցության ինստիտուտը կարծեք, թե վերջնականապես վարկաբեկված է, թե իշխանության, թե ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ հանրությունը որևէ վստահություն չունի, որովհետև տարիներ շարունակ ականատես է եղել, թե ինչպես է անձնական շահը գերադասվել հանրային շահին, այս դեպքում Լուսավոր Հայաստանը ինչով է տարբերվելու, երբ ըստ էության Հայաստանում կուսակցությունները պիտի փակվեն եւ ոչ թե բացվեն։ Շնորհակալություն, բայց ես փոքրինչ այլ կարծիքի եմ, որ նախորդ 20-ամյակի մի փոքր ավել տարիների քաղաքական ձախողումները մեզ հուշում են, որ Հայաստանում պետք է առաջանան նոր քաղաքական միավորներ եւ խմբեր, որոնք որ պիտի որդեգրեն նոր քաղաքական մեթոդաբանություն, նոր քաղաքական մշակույթ եւ մտածողություն, որովհետեւ չկրկնեն այն բոլոր սխալները, որոնք որ կրկնվել են մինչեւ հիմա։ Այսինքն, եթե չբացվեն նոր կուսակցություններ, եթե առաջ չգան նոր խմբեր, ինչպես է քաղաքական տեղի ունենալու քաղաքական սերնդափոխություն, ինչպես է քաղաքական մտքի շրջանառություն տեղի ունենալու եւ ինչպես է նոր թար միտք ներառվելու քաղաքականության մեջ։ Այսինքն, կուսակցությունները այն խողովակներից մեկն է, որի միջոցով հնարավոր է քաղաքական նոր միտքը եւ նոր մշակույթը, նոր գիտելիքը բերել քաղաքական դաշտ։ Եվ մենք չպիտի մոռանանք, որ մինչև հիմա այս 25 տարիների ընթացքում բացառապես առանձին չնչին օրինակները հանած, բացառապես Հայաստանի քաղաքական իշխանությունը եւ օրակարգը թելադրել են հին սերնդի մարդիկ։ Ես դա ասում եմ ոչ թե բացասական իմաստով, այլ հին սերնդի մարդիկ։ Հիմա եկել է Հայաստանում քաղաքական սերնդափոխության ժամանակը եւ Լուսավոր Հայաստանը այդ քաղաքական սերնդափոխությունը կրողներից մեկն է լինելու։ Ըստ ձեզ ինչպես է դա հնարավոր իրագործել, երբ մենք տեսնում ենք, որ հանրապետական կուսակցությունը ցանկացած քաղաքական միավորի հայտ ներկայացնելու դեպքում շատ արագ կարողանում է չեզոքացնել նրանց, կամ պետք է համագործակցել հանրապետականի հետ քաղաքական դաշտում տեղ ունենալու համար, կամ պարզապես հանրապետականը շատ դաժան է վարվում։ Տեսեք, հանրապետականը ինչ որ ամենազոր, այսպես սուպերմեն չէ, որը կարող է յուրաքանչյուր ծրագիր, քաղաքական ծրագիր, յուրաքանչյուր քաղաքական նախաձեռնություն տապալել եւ այլն։ Այն, որ նրանց հաջողվել է մինչեւ այժմ մի շարք նախաձեռնություններ կոտրել, դա նշանակում է, որ մենք արդեն իսկ ունենք որոշակի ձախողված փորձ մեր աչքի առջև եւ ուրեմն մենք այդ ձախողված փորձը չենք կիրառելու։ Դա նշանակում է, որ Հայաստանում հարկավոր է քաղաքականությունը իրականացնել նոր գործիքներով, նոր գործիքակազմով, նոր ավելի ստեղծագործ, ավելի կրեատիվ մեթոդաբանությամբ, որին որ ծանոթ չէ հենց նույն հանրապետական կուսակցությունը։ Եկեք չմոռանանք, որ հանրապետական կուսակցությունն ինքը եւս խնդիր ունի քաղաքական սերնդափոխության, որ այնտեղ եւս տիրապետում են հին մտածողության հին մարդիկ, եւ եթե քաղաքական պայքարի մեջ հանրապետական կուսակցությանը մրցակից դառնա քաղաքական մի ուժ կամ ուժեր, որոնք որ կփորձեն քաղաքական օրակարգը կառուցել ստանդարտից դուրս տրամաբանության մեջ եւ բերել նոր գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ եւ նոր մտքեր, ապա մենք կտեսնենք, որ իրականությունը կփոխվի։ Ինչպես եք կարողանալու դաշտում տեղ գտնել, երբ գիտենք նաեւ, որ գոյություն ունի նաեւ ռեսուրսի մեծ խնդիր, նկատի ունեմ ֆինանսական ռեսուրսի խնդիր։ Տեսեք, քաղաքականությունը նախ եւ առաջ ենթադրում է աշխատանք մարդկանց հետ։ Դա շատ ուղղակի գործողության տեսակ է, որը ենթադրում է քաղաքական կուսակցություն եւ մարդ փոխհարաբերությունների կառուցում։ Ռեսուրսների տեսանկյունից միանշանակ ես համաձայն եմ, որ մասնավորապես ընդդիմությունը, քաղաքական ընդդիմությունը Հայաստանում գրեթե միշտ ունեցել է ռեսուրսի պակաս եւ հակառակ կողմում եղել է իշխանությունը, որը ունեցել է չափազանց մեծ ռեսուրս եւ ոչ օրինական ռեսուրս։ Բայց ես կրկին ցանկանում եմ անդրադառնալ այդ հանրապետական կուսակցության ամենազորության այդ պատրանքին, որ դա հնարավոր չէ կոտրել եւ այլն եւ այլն։ Ոչ, այդպես չէ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ հանրաքվե, չնայած հանրաքվեն կեղծվեց եւ արդյունքները մենք գիտենք, որ կեղծվեց, բայց մի շարք քաղաքներում, բավական խոշոր քաղաքներում մենք տեսանք, որ ոչը հաղթեց, դա նշանակում է, որ հանրապետական կուսակցության ձեռքերը չեն հասնում բոլոր տեղեր։ Դա նշանակում է, որ եթե քաղաքացիները ունեն համոզմունք, եթե քաղաքացիները հավատում են իրենց ձայնին, եթե քաղաքացիները հավատում են որոշակի գաղափարի, նրանք կարող են գնալ եւ տեր լինել իրան։ Կա մեկ այլ հարց։ Արդյոք կան Հայաստանում քաղաքական այնպիսի ուժեր, որոնք կարողանան կապիտալիզացնել քաղաքացիների այդ ձայնը, այդ բողոքը եւ դա ձևակերպել եւ կազմակերպել որպես քաղաքական գործընթաց։
Հենց սա է մեր խնդիրը։ Կարծում եք մինչև այս բոլոր ձևավորված քաղաքական ուժերի մոտ ձախողման պատճառը եղել է նոր մեթոդների, նոր մտքերի բացակայությունը։ Ես չէի բացարձակեցնի, որ միայն եղել է նոր մեթոդների եւ նոր մտքերի բացակայությունը, բայց կա մի հայտնի ճշմարտություն։ Եթե դու չունես շատ ռեսուրսներ, շատ ֆինանսական, մարդկային եւ նյութական ռեսուրսներ, ապա դա պետք է կոմպենսացնես ստեղծագործական ռեսուրսով, նոր մեթոդաբանություններով եւ նոր տեխնոլոգիաներով, այսինքն փոքր ռեսուրսներով մեծ արդյունքների հասնելու տեխնոլոգիաներ պիտի կիրառես։ Այսինքն ես համոզված եմ, որ մինչեւ հիմա մեր քաղաքական տարբեր ուժերի ձախողումների մեջ նաեւ ոչ թե բացառապես, այլ նաև դրված է եղել այս կոմպոնենտը եւ ես վստահ եմ, որ եթե մենք բոլորս մեր վրա աշխատենք ավելի շատ քաղաքական գիտելիք կուտակելով, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով, քաղաքական տեխնոլոգիաներին տիրապետելով եւ դրանք ռեալիզացնելով քաղաքականության մեջ, մենք կարող ենք փոխել Հայաստանում քաղաքական իրերի դրությունը։ Առաջիկայում ունենք ընտրական օրենսգրքի փոփոխություն, դուք որպես արդեն քաղաքական ուժի ներկայացուցիչ, քաղաքական ուժի անդամ, ձեզ պատկերացնում եք այդ ընտրական օրենսգրքի քննարկումներում ձեր առաջարկները կներկայացնեք, թե ոչ, որովհետև իշխող հանրապետականը ըստ էության առաջարկում է թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական ուժերին գալ քննարկել առաջարկներ ներկայացնել։ Տեսեք, մինչև process-ը չսկսվի, մենք չենք կարող նախապես տալ որևէ հստակ պատասխան, որովհետեւ ամեն ինչ կախված է process-ից։ Եթե մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը, որ սկսվել է, մենք համոզված ենք, որ կա անկեղծություն եւ իսկապես գործընթացի արդյունքը պիտի լինի այն, ինչը որ հռչակվում է դեկլարատիվ, եւ եթե մենք համոզված ենք դրանով, ապա իհարկե մենք կարող ենք որոշակի մասնակցություն ունենալ։ Բայց եթե մենք տեսնում ենք, որ գործընթացը իր մեջ ունի մանիպուլատիվ կոմպոնենտներ, եթե տեսնում ենք, որ արհեստական process է սկսվում, որ դեկլարատիվ հռչակվում է ինչ-որ մի բան, բայց կուլիսների ետևում բոլորովին այլ գործընթացներ են գնում, ապա այդ դեպքում մասնակցության հարցը շատ կասկածելի է դառնում։ Այսինքն իշխող կուսակցությունը հազիվ թե գնա իրական քննարկումների ընտրական օրենսգրքի շուրջ։ Մենք պիտի Հայաստանի քաղաքական ընդդիմությունը պիտի ստիպի իշխող ուժին գնալու տարատեսակ զիջումների, որովհետև ընդդիմության ամբողջ աշխարհում ընդդիմության ամենակարևոր ֆունկցիաներից մեկը քաղաքական իշխանությանը ստիպելն է, որպեսզի նա կատարի քայլեր, որոնք որ գուցե նա չի ցանկանում կատարել։ Այսինքն ընդդիմությունն ինքը պիտի լինի մի կողմից զսպաշապիկ իշխանության համար եւ մյուս կողմից իշխանությունը ստիպի, որ անի գործողություններ, որոնք որ ընդդիմությունն ինքը չի կարողանում նախաձեռնել, որովհետեւ չունի քաղաքական լծակներ իշխանական։ Տարիներ շարունակ եւ հիմա էլ մենք տեսնում ենք, որ քաղաքական ընդդիմությունը պառակտված է, այսպես տարբեր ուժեր, տարբեր օրակարգեր են առաջարկում եւ անգամ ընտրակեղծիքների դեմ պայքարի առումով այսօր մենք տեսնում ենք կարծություններ, այս դեպքում առհասարակ ընդդիմության հետ միավորման խնդիր դնում եք, թե դա արհեստածին է։ Տեսեք, միավորումը, ցանկացած միավորում չպիտի լինի արհեստական։ Որպեսզի որևէ մեկը միանա մեկ այլ ուժի նախ եւ առաջ այդ ուժերը պիտի արդեն լինեն բավականաչափ ինքնաբավ եւ կայացած, որովհետեւ եթե դու կայացած չես որպես քաղաքական ուժ, ապա քո միությունը մեկ այլ ուժի որևէ օգուտ չի տալու։ Այսինքն քաղաքական ուժերը նախ եւ առաջ պիտի կարողանան ստեղծեն իրենց առանցքը, պիտի կարողանան ստեղծեն եւ աշխատեն սեփական ընտրազանգվածի հետ, պիտի կարողանան ունենալ ռեսուրսների մոբիլիզացիայի հնարավորություններ եւ միայն այդ դեպքում նրանց միավորումը կարող է ունենալ ինչ-որ սիներգետիկ էֆեկտ։ Հակառակ դեպքում միասնականությունը միֆ է։ Միասնականությունը միֆ է, որը տարբեր իրավիճակներում փորձում են հասարակությանը մատուցել եւ հասարակությունը տեսնում է, որ տեղի ունեցավ մեխանիկական միասնություն, բայց բովանդակային արդյունք չեղավ եւ դրանից հետո հասարակությունն ավելի է ընկնում ապաթիայի մեջ։ Արտաքին քաղաքականության մեջ դուք Հայաստան տեսնում եք եվրոպական ընտանիքի մեջ եւ ինչ ակնկալիքներ ունեք արդյոք մեր հանրությունը այս տարիներին Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից առաջ եւ հետո մենք տեսանք, որ հանրության մեջ մի ստվար զանգված շարունակում է դեռևս Ռուսաստանը որպես ավագեղբայր դիտարկել եւ չի կարողանում ազատվել այդ կարծրատիպից, ըստ էության եւ Եվրոպան դիտարկում է որպես չարիք։ Այս դեպքում ինչպես պետք է կարողանալ եվրոպական իրական արժեքները հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաք։ Այստեղ շատ մեծ խնդիր կա, որը կապված է մեր կարծրատիպերի հետ։ Այն մարդիկ, գոնե նրանց մեծ մասը, ովքեր որ Եվրոպան համարում են չարիք, այդ մարդիկ հիմնականում երազում են ճանապարհորդել եվրոպական երկրներում։ Եթե նրանք հիվանդանում են եւ Հայաստանում չեն կարողանում բուժվել, գնում են Գերմանիայում են բուժվում։ Այսինքն նրանք վարում են եվրոպական արևմտյան մեքենաներ, հա, փող են կուտակում, որպեսզի վարեն այդ մեքենաները։ Նրանցից շատերը գնում են հենց այնտեղ աշխատելու, այնտեղ կրթություն են ստանում։ Այսինքն եվրոպական արժեքները դրանք ոչ միայն
abstract արժեքներ են, որոնք տարբեր ռոպագանդաների արդյունքում մարդկանց հրամցվում է որպես չարիք։ Եվրոպական արժեքը դրանք այն տեխնոլոգիաներն են, որ Եվրոպան եւ Արևմուտքը ստեղծում է։ Եվրոպան որակի չափանիշ է։ Երբ որ մենք ասում ենք եվրոպական արժեք, օրինակ, հա, դա օրինակ Mercedes-ն է։ Բայց ոչ թե որպես մետաղի կտոր, հա, ինչպես որ Հայաստանում շատերը հասկանում են, Mercedes-ը դա արժեք է, չէ՞։ Երբ որ մենք ասում ենք եվրոպական արժեք, մենք նկատի ունենք օրինակ գերմանական առողջապահությունը։ Երբ որ ասում ենք եվրոպական արժեք, օրինակ նկատի ունենք ֆրանսիական ճարտարապետությունը եւ այլն եւ այլն։ Սրանք են արժեքները եւ հասարակության մեջ մինչեւ հիմա չի մատուցվել այն գաղափարը, այն ինֆորմացիան, որ արժեքները չպետք է շփոթել որոշակի ձևախեղված գաղափարների հետ եւ դրանց տեղերը փոխելով ասել, որ տեսեք Եվրոպան այլասերված է եւ այլն եւ այլն։